Հանուն Հոր և Որդու և Օգնի Սրբո ամեն։ Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. Սիմոն, որդի Օվնանի, սիրում ես ինձ ավելի, քան դրանք։ Սա ասաց նրան. Այո Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Եվ նրան ասաց. արածեցրու իմ գառներին։ Դարձյալ ասաց նրան. Սիմոն, որդի Օվնանի, սիրում ես ինձ։ Եվ նա ասաց նրան. այո Տեր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. արածեցրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ նրան ասաց. Սիմոն, որդի Օվնանի, սիրում ես ինձ։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե սիրում ես ինձ, ու նրան պատասխանեց. Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ։ Հիսուս նրան ասաց. արածեցրու իմ ոչխարներին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր ուր կամենում էիր, սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես և ուրիշները քեզ գոտի կկապեն և կտանեն ուր չես կամենա։ Այս ասաց նշելով, թե ինչ մահով նա պիտի փառավորի Աստծուն, և երբ այս ասաց, ավելացրեց. արի իմ ետևից։ Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է ետևից։ Նա, որ ընկել էր նրա կրծքով և ասել. Տեր, ով է, որ մատնելու է քեզ։ Պետրոսը նրան տեսնելով ասաց Հիսուսին. Տեր, իսկ սա ինչ կլինի։ Հիսուս նրան ասաց. եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ինչ հոգ, դու արի իմ ետևից։ Այսօր մեր եկեղեցին կատարում է տոնը հիշատակը Պետրոս և Պողոս առաքյալների։ Առաքյալների մեջ ամենից շատ ճանաչվածները և սիրվածները և ամենից շատ սրանց անունն է, որ հոլովում է քրիստոնեական եկեղեցու մեջ կամ քրիստոնյաների կողմից։ Ինչու՞, որովհետև իսկապես սրանք մեծագույն առաքյալներ էին։ Պետրոսը առաքյալների 12-ի խմբի մի տեսակ առաջնորդն էր, առաջինն էր, միշտ աչքի ընկնողն էր, և թե ավետարանը, թե գործք առաքելոցը ամենից շատ խոսում է Պետրոս առաքյալի մասին։ Պետրոսն է միշտ հանդես գալիս։ Եվ Պողոսն էլ, թեև 12-ի մեջ չէր, թեև դարձի եկավ Քրիստոսի համբարձումից հետո, Քրիստոսին չարշակերտեց ուղղակիորեն, ինչպես 12-ը կամ 72-ը, բայց Պետրոսն էլ հետ համբարձման շրջանի եկեղեցու մեծագույն գործիչ է եղավ, որտև գործք առաքելոցը առաջի գլուխներից հետո գրեթե ամբողջությամբ Պողոս առաքյալի գործունեությանն է վերաբերվում և ամենից շատ նոր կտակարանում պարունակվում են Պողոս առաքյալի թղթերը, 14 թուղթ։ Ուրեմն այս երկուսը մեծագույն առաքյալներ էին, կարելի ասել, մեկը 12-ից առաջինն էր, մյուսը թեև 12-ի մեջ չէր, համարվում է 13-րդ առաքյալ, բայց ավետարանի այն խոսքի համաձայն, որ ասում է վերջինները առաջին կլինեն, կարծես թե ինքը 13-րդը լինելով եկավ դառավ առաջիններից մեկը։ Բայց ես ինչի վրա եմ ուզում այսօր կանգ առնել։ Այս առաքյալների մասին շատերդ ինձանից լավ գիտեք, թե ավետարանից, թե իրենց վարքերից, թե պատմություններից, սրբազան ավանդությունից եկեղեցու։ Բայց ես անդրադարձ անելով Պետրոս առաքյալին, մի հանգամանքի վրա եմ կանգ առնում միշտ։ Առասպելական չէր, շատ մարդկային էր։ Ինչի նկատի ունեմ ասելով առասպելական չէր։ Այսինքն իդեալական մի կերպար ներկայացված չի Պետրոս ավետարաններում կամ գործք առաքելոցում։ Ներկայացված է որպես մեզ նման մի մարդ, որը ընկնում է, կանգնում է, սխալվում է։ Առաքյալների մեջ ամենից շատ Պետրոսը սխալվեց, եթե ուշադիր նայենք։ Ամենից շատ Պետրոսին հանդիմանեց Քրիստոս։
որովհետև հախուռներ, բուռներ եւ անընդհատ առաջ էր ընկնում։ Եվ այդ առաջ ընկնելու ժամանակ հաճախ սխալվում էր։ Պետրոսին էր ուղված Քրիստոսի ասած ամենախիստ խոսքերից մեկը ավետարանում։ Ինչ ասեց, հետևս անցիր սատանա։ Պետրոսի խոսքին որպես պատասխան ասեց այս հանդիմանությունը մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Պետրոսն էր, որ իր բերանով ուրացավ Քրիստոսին։ Մյուսներն էլ ուրացան խորքի մեջ, որտեղ բոլորը թողեցին ու փախան, վտանգի պահին Քրիստոսին։ Բայց Պետրոսը նաև իր բերանով ուրացավ, ասեց չեմ ճանաչում։ Այն էլ մեկ անգամ չէ, 3 անգամ ուրացավ, ինչպես Քրիստոս նախապես հայտնել էր։ Բայց այս ամենով հանդերձ Պետրոսը համար մեկն էր առաքյալների մեջ։ Ինչու՞։ Որովհետև Պետրոսը շատ սիրեց։ Եվ այս հատվածը ընթերցված այդ մասին է խոսում։ Քրիստոս 3 անգամ Պետրոսին հարցնում է, ասում է. «Սիրում ես ինձ, Պետրոս»։ Եվ Պետրոսը փաստում է, որ սիրում եմ։ Եվ վերջի անգամ ասում է. «Դու ամեն ինչ գիտես, Տեր, դու բոլորին գիտես, եւ դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Եվ այդ գայթումներն ու սայթակումներն ու մեղանչումները Պետրոսի շատ հաճախ այդ սիրուց էր դրդված։ Ինքը Քրիստոսին սիրելով էր ասում. «Ես քեզ չեմ մատնի, ինչ ուզում ա լինի», բայց ինքը իր անձին ապավինած էր ասում։ Մենք էլ շատ հաճախ մեր ընթացքի մեջ ապավինում ենք մեր անձին, մեր գիտելիքին, մեր զորությանը, մեր կարողությանը, եւ որևէ մեկը, որ այդպիսի բաներին ապավինի, պիտի ընկնի անպայման։ Միայն նա չի ընկնի, ով Աստծուն ապավինում, ով ասում է ես ով եմ, եթե դու ինձ չպայես, ես ոնց կկանգնեմ, Տեր։ Եթե դու ինձ չտանես, ես ոնց կգնամ, Տեր։ Եթե դու ինձ չառաջնորդես, ես ոնց առաջնորդություն կունենամ, Տեր։ Եվ Պետրոսի նման էլ Պողոս առաքյալ մի քիչ այլ, բայց էլի շատ ինձ հոգեհարազատ է, ինչ առումով։ Մարտնչող հակաքրիստոնյա էր, եթե կարելի այդ խոսքը օգտագործել, մարտնչող, ոչ թե չէր ընդունում, այլ հակառակը ընդունողներին, Քրիստոսի հետևորդներին հալածում էր, բանտ էր նստացնում, սպանում էր, մասնակից էր Ստեփանոսի սպանությանը։ Եվ այս վիճակից Պողոս առաքյալը դարձավ Քրիստոսի սիրո համար նահատակվող առաքյալ։ Այս էլ շատ կարևոր է մեզ համար։ Եվ այս ամեն ինչը մեզ հուսադրում է։ Հուսադրում է մեր տկարությունների մեջ, մեր անկումների մեջ, մեր սայթակումների մեջ։ Եթե Պողոսն ու Պետրոսը այդ ամեն ինչից հետո կարողացան լինել մեծագույն առաքյալներ, ուրեմն մենք էլ մեր անկումների, մեր մեղքերի, մեր տկարությունների, մեր թերությունների մեջ կարող ենք հույս ունենալ փրկության։ Ինչ է պետք դրա համար։ Սեր է պետք դրա համար։ Սիրել է պետք դրա համար։ Քրիստոսն ասեց սիրեք։ Պետրոսը այս դրվագում իր սերը արտահայտեց։ Պողոս առաքյալը իր սերը արտահայտում է Կորինթացիների առաջին թղթի 13-րդ գլխի մեջ, սիրո օրհներգի մեջ։ Այդ սեր, որ քարոզում է, իր սերն է արտահայտում։ Իր սիրո մասին է խոսում եւ ասում է, թե մենք ինչպես պիտի սիրենք։ Սիրեցին, իրենց անձերից ավելի սիրեցին։ Ով իր կնոջից, ծնողից, զավակից, քրոջից, եղբորից, նույնիսկ իր անձից ինձ ավելի չսիրի, ինձ արժանի չի, Տիրոջ խոսքերը։ Եվ այս խոսքերը իրականություն դարձան Պետրոս եւ Պողոս առաքյալների կյանքում։ Եվ Աստված էլ իրենց բարձրացրեց, իրենց մեծացրեց եւ կարգեց առաջինը լինելու պատվի մեջ։ Եվ այսօր մենք կատարում ենք իրենց հիշատակը, հիշելով իրենց կյանքերը եւ խնդրելով, հայցելով իրենց բարեխոսությունը մեզ համար, մեր եկեղեցու համար, մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, մեր անձերի համար, մեր հարազատների համար, նաեւ ողջ մարդկության համար, որովհետեւ այս առաքյալները բոլորի առաքյալներն էին։ Պողոս առաքյալը եղավ հիմնական քրիստոնեության տարածողը առաջի դարում, հրեական միջավայրից դուրս։
հրեաներից դուրս հեթանոսներին։ Առաջինը Պողոս Առաքյալն էր, որ բերեց։ Պետրոսն էլ թե հրեաներին էր քարոզում, թե հեթանոսներին։ Բայց Պողոսը հիմնականում հեթանոսներին էր քարոզում եւ հեթանոսների առաքյալ կոչվեց։ Խնդրենք, թող իրենք բարեխոս լինեն մեզ համար։ Խնդրենք, որ իրենց բարեխոսությունը մեր կյանքից անպակաս լինի։ Մենք շատ հաճախ առաքյալների բարեխոսությունը խնդրելուց անվանական չենք խնդրում։ Մենք ասում ենք առաքյալների, մարգարեների բարեխոսություն։ Սրբեր կա, որ անվանական խնդրում ենք Հովհաննես Մկրտչի, Սուրբ Ստեփանոսի, չէ՞, ել չասեմ Մարիամ Աստվածածնի։ Բայց առաքյալներին որպես կանոն անվանական չենք նշում։ Ասում ենք առաքյալների եւ մարգարեների եւ մյուս նահատակների եւ այլն, չէ՞։ Այսօր մենք անվանական հիշենք, թող Պետրոս առաքյալը, Պողոս առաքյալը բարեխոս լինեն մեզ եւ իրենց օրինակը ապրած կյանքի մեզ դաս եւ ոգևորիչ լինի։ Մի կողմից դաս առնենք, որ իրենց սայթակումների վրա մենք սովորենք չսայթակել, մյուս կողմից էլ չհուսահատվենք, որ եթե իրենք կարողացան այդ սայթակումներից հետո այն սխալ ծուռ ընթացքից հետո դառնալ լավագույն քրիստոնյաները, այն էլ առաքյալների մեջ մեծերն ու առաջինները, Աստծո ողորմությամբ մենք էլ կարող ենք որպես գոնե քրիստոնյա ապրել մեր կյանքերը։